Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ Չարլզ Սպերջեն Նոյեմբերի 26 Ձեռքդ ինչ-որ գտնի անելու արա քո ամբողջ ուժով Ժողովող 9:10 Ձեռքդ ինչ-որ գտնի անելու տվյալ դեպքում նշանակում է իրագործելի աշխատանք։ Մարդու սրտում ծնվում են շատ մտահաղացումներ, որոնք նա երբեք չի իրագործի։ Գաղափարների ծնունդն ինքնին հրաշալի է, բայց եթե մենք ցանկանում ենք օգտակար լինել, պետք է չսահմանափակվենք միայն դրանցով։ Մենք պետք է բառացիորեն անենք ամեն բան, ինչ կարող է անել մեր ձեռքերը։ Մեկ բարի գործն ավելի լավ է, քան հազարավոր փայլուն գաղափարները։ Եկեք չսպասենք բացառիկ հնարավորությունների կամ մեկ այլ բանի, այլ ամեն օր պտղաբեր աշխատանք կատարենք։ Մենք ապրելու ուրիշ ժամանակ չունենք։ Անցյալը հետևում է, իսկ ապագան դեռ չի եկել, եւ մեր տրամաբանության տակ ներկայից բացի ոչինչ չկա։ Այդ պատճառով մի սպասեք հասունանալուն, որպեսզի ծառայեք Աստծուն։ Աշխատեք պտուղ բերել ներկայում։ Ծառայեք նրան հիմա, բայց հոգացեք, որ այնինչ կարողանում եք անել, արվի ինչպես հարկն է։ Ոչինչ մի հետաձգեք, ժամանակ մի վատնեք, մտածելով այն մասին, թե ինչ անել վաղը։ Այսօր վատնած օրը վաղը հետ չես բերի։ Ոչ ոք երբեք Աստծուն չի ծառայել վաղվան թողնելով այն, ինչ կարելի է այսօր անել։ Եթե մենք սիրում ենք Քրիստոսին եւ մեզ վրա է իր օրհնությունը, ապա միայն նրա շնորհիվ, ինչ մենք անում ենք այսօր, ինչ էլ որ դուք անեք հանուն Քրիստոսի, արեք ամբողջ հոգով։ Ինչու՞մ է քրիստոնյայի ուժը։ Այն անձամբ նրա մեջ չէ, քանի որ նա բոլորովին անզոր է, այլ զորած Տիրոջ մեջ է։ Օգնություն փնտրեք նրանում, խնդրեք հավատալով եւ աղոթքով, եւ երբեք դուք անեք այն, ինչ որ ձեռքը գտնում է անելու, սպասեք նրանից օրհնությունների։ Դա կլինի ջանասիրությամբ արված աշխատանք, եւ ձեր ջանքերն ապարդյուն չեն լինի։ Աստված օրհնի ձեզ։